ինչ վերաբերում է փախեցին, ճողոպրեցին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց հիշեցնել, որ ինձ թվում է խոսքը վերաբերում է վերջի ժամանակահատվածում այդ մետրոյում հայտնի մետրոյում եւ դրանից հետո կառավարության չեպազրույցում հայտարարեց այդ մասին Նիկոլ Փաշինյանը։ Այո, փախածների հետ կապված իշխանություններին նկատի ունեն, ոչ թե ժողովրդին։ Ուրեմն եթե դա վերաբերում է 2020 թվականի ռազմական գործողությունների պատերազմին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ, Ադրբեջանը զգալի տարածքներ թե ամբողջությամբ Հայաստանի մասին է խոսքը եւ այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որը Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են։ Մնացած գնահատականը ես թողում եմ մեր հասարակությանը։ Արցախ վերադարձի մասին խոսելիս ասում եք դա պատերազմ է, որ դուք Արցախ վերադարձ տեսնում եք եւ այս հայտարարությունը։ Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեր համար առաջնահերթություն է։ Իհարկե մենք այսօր հասկանում ենք նաեւ Հայաստանի Հանրապետության իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում նաեւ ինչ որ ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։